գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ քամում Լույսեր, բոսերը, լույսեր, բոսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերից սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Հեն Ալեք, ոնց անցնում առաջորդը խորհրդի հետ Լավ ախպեր, բողոքելու բան չունեմ Խորհրդից բողոքելու տեղ էլ չես ունենա ախպեր, խորհրդի տիպա Հա Հետաքրքիր մարդ է Հաստատ հետը չես ձանձրանա Իսկ թորան մասով ինչ կասես, ինչ ձևի տղա է Տղա է էլի, մեր նման հասարակ մահկանացուներ իր նմաններին չեն հասկանում Այն գլամուր տիպերից է էլի Թեմա է եղել հետը Չէ հա ուղղակի կարծիքդ էր հետաքրքիր Անշարժ տղա էլի ինքն իր կյանքով Դու չբզբզաս ինքը քեզ կյանքում չի էլ կպնի Հասկացա Կներես, ախպերես Ալո Ալեք Դավթյան, Լուսայի գործով քննիչն է Հա լսում եմ ինչ-որ նորություն կա երեխու հետ կապված Ցավոք ոչ այնքան լավ նորություններ Ոնց ինչ ա եղել երեխուն Ծարահեղ ծանր վիճակում երեխա են տեղափոխել հիվանդանոց Լավ, որ հիվանդանոցում ասեք հենց հիմա գալիս եմ Լավ գալիս եմ Ալեք ինչ է եղել, օգնելու բան կա Չէ, ախպերս նորմալ է հետո խոսեմ Արփ, բայց չեմ հասկանում ինչի ես Ալեքի մասին այսքան հարցեր տալիս Ինչ-որ բան կա Չէ, ինչ պետք է լինի Ուղղակի որ այսքան ոգևորված ես խոսում այդ տղայի մասին ասացի մի քանի բան հարցնեմ Դե Ալեքի մասին ես էլ շատ բան չգիտեմ Մենակ գիտեմ, որ մինչև ականջներից ծայրը սիրահարված եմ Ալեքիս Ասա, որ Սիրուն անուն է Հա, Սիրուն անուն է Ու շատ հազվադեպ հանդիպող անուն է Հա, Ալեքի պես յուրահատուկ Իրան շատ ասազում է տանունը Վայ արփի չեմ համբերում, երբ եմ նորից հանդիպելու Ալեքին Գիտես ինչ եմ մտածել Այս անգամ, որ իրար տեսնենք Պետք է այնպես անեմ, որ ինքը ինձ հրավիրի կինո կամ ինչ-որ միտեղ Հասկանում ես, պետք է ինքն էլ ինձ իմպես սիրահարվի ու մենակ իմ մասին մտածի Արփ Արփի, չես լսում, խոսում եմ Հա, լսում եմ, բա ոնց Դե ասա, ինչ էի ասում Ասում էիր, որ Ալեքին իր անունը շատ ասազում Ես դրանից հետո էլ եմ բան ասել, բայց դու չես լսել Ինչ-որ բան ա եղել, ինչ ես այսքան խառնվել Չէ, ինչ ա եղել Ոչ մի բան էլ չի եղել, ես ուղղակի մտքերով էի Չէ, Արփի, հենց Ալեքի անունը լսեցիր, մտքերդ խառնվեցին իրար Չէ, Ալեքը ինչ կապ ունի, սար լրիվ գժվել ես, ինչ պետք է Լավ, կատակ եմ անում, ինչ եղավ Կներես, ես էլ չգիտեմ ինչ էի մտածում Լավ, սար, ես պետք է վազամարթել Ուր ես գնում, Արփի Ուր, զինվորի տուն իհարկե, ես էլ ուր պետք է գնամ Հա, բայց դեռ ժամանակ կա, ինչ ես ուզում ինձանից շուտ փախնես Չեմ փախնում, սար, ուղղակի մոռացել էի, որ այսօր մի քիչ շուտ պետք է գնամ Գնամ հետո, որ տուն գնամ, եթե շատ հոգնած չլինեմ, կզանգեմ, հա? Գնացինք Տարօրինակ է էլի ընկերուհիս հոզորով չի
Բա, ես դու տանն ես։ Գնում եմ արդեն։ Հոբան չի եղել, որ ցեն շուտ ես եկել։ Բան էի մոռացել։ Բաներ մոռացել, վարորդին ուղարկել, թող բերեր։ Չէի ֆայմել, գիտես։ Դե չեմ ասում չէիր ֆայմել։ Ուղղակի չէի ուզի գործիցդ կտրվեիր։ Տղա ջան, եթե անձամբ եմ եկել, ուրեմն ուրիշին վստահելու չէր։ Լավ։ Հասկացա, այդ այն գործերից է, որոնց մասին դու չես խոսում։ Էլ բան չեմ ասի։ Բավ։ Մի բան հարցնեմ, էլի։ Այն գյադենով է, որ պապին իր մոտ գործի ընդունել։ Ում մասին ես խոսում։ Դե տալիքա, ինչա դրա։ Պապիկիդ վարորդն։ Հայտ պարզ է, պապա։ Ուղղակի ուզում եմ իմանամ ով է։ Ասեցի արդեն, պապիկիդ վարորդն է։ Այ, երկրորդ անգամից լրիվ հասկացա հայրս։ Դու ինչ ես տանը, դասի չես։ Դե ես մնացել եմ տանը քննություններին պատրաստվում։ Հեսա մի քանի օրից քննություններս է, ուզում եմ լավ հանձնեմ։ Ճիշտ ես անում, բարակի։ Հա, արել։ Ու հանկարծ մտքովդ չանցնի Ալեքի հետ կոնֆլիկտի մեջ մտնես։ Ինքը մեր տանը պիտի իրան լավը զգա ու իրան մեր տանը աշխատելը շատ կարևոր է, հասկացանք իրար։ Ոնց ասես հերս։ Ջոգենկովա, կերևա մեզ հետը ոնց կպայենք, պարոն Ադոնց։ Լսում եմ բարոն գնդապետ։ Ոնց ես Սահակյան, ոնց ես տեղավորվել։ Ամեն ինչ նորմալ է բարոն գնդապետ։ Ինչ որ առաջընթաց կա։ Ամեն ինչ գնում է մեր ծրագրացով։ Չեմ էլ կասկածում, որ պատվով գլուխ ես բերելու գործը։ Լավ, քեզ չխանգարեմ, դու գործի դեղի։ Բարակի։ Նորություններ լինեն, կասեմ։ Շատ բարի բարոն գնդապետ։ Ոչ խանգարեցի։ Չէ, ոչ մի խնդիր։ Ընդմիջման ժամ է։ Ես լրիվ գլխիցս թռել էր։ Հուսամ դուք էլ չեք մոռացել մեր երեկոյան ծանոթություն հանդիպման մասին։ Ոնց կմոռանամ։ Գնանք ճաշարան։ Գնանք։ Իսկ Ադոնցը չի միանալու մեզ։ Չէ, ուշ է հասնելու։ Բարձր։ Լավ, հանգստացի արփի։ Հայաստանում լիքը ալեքներ կան, ովքեր համել զինվորական ծառայություն են անցնում։ Նենց որ անկապ բաների մասին մտածելու փոխարեն կարևոր գործով զբաղվի։ Ճիճունը։ Ես ինչի եք սեն շուտ եկել։ Խոսացեք։ Լուսո է, էդ լացել ես։ Ինչ ա եղել, ինչ ես լացել։ Այեղ չի խոսա իմանամ ինչ ա եղել, որ օգնեմ։
Այ աման, էս ինչ ա եղել, էս ծեծել են, էս ինչ ա եղջի, ինչ ա բա, ընգել ես, վայ այդ կարևոր չի լավ, սպասի գլխիդ մի բան լցնեմ, որ չսատկես, հետո նոր կպատմեք, արի մոտ արի, վայ, Ախ, մրմրմա, ոչինչ, համբերի, այ քեզ բան, իրականում լուսե ես գլխի համար լիք մարդիկ էին հավաքվել, միլիցիա էին ուզում կանչեին ու շտապօգնություն։ Հաբա, հետո կանչեցին, Չէ, ես լուսեին օգնեցի, մենք փախանք այդ տեղից։ ճիշտ ես ասում, չեն կանչել, Հա, հաստատ չեն կանչել։ ճիշտ է կարե, որ միլիցիեքը ձեզ բռնեին, երկուսիդ էլ տանելու են մանկատուն, Աչի, ես ասցի երևի մի երկոր չես գնա աշխատանքի այդ տեսքով, բայց որ նայում եմ շատ էլ լավ ա, այտենց որ քեզ տենան, Լուսե ջան, ավելի շատ փող կտան, խիղճների վրա կազդես։ Ինչ ես ես կանգնել, մի հատ գնա լվացի հայտ կեղտոտերեսը չտենամ, գնա։ Զինվոր ճանապարհին նայ, ոչ թե հեռապոսիտ էկրանին։ Անհանգիստ եմ, պարոն փոխգնդապետ։ Ինչ ա եղել։ Ալեքի համար եմ անհանգիստ։ Ինչ-որ բան ա պատահել։ Ալեքի հետ կանգնած զրուցում էինք, զանգ ստացավ։ Հիվանդանոց էր, եթե չեմ սխալվում, պարոն փոխգնդապետ։ Մի անգամից անհանգիստ վիճակում տնից դուրս եկավ։ Ես էլ զանգում եմ, չի պատասխանում, մտածում եմ ինչ-որ SMS ուղարկա ստում։ Ասում էիր մոտիկ չեք։ Մտերիմ չենք, բայց շփվում ենք էլի պարոն փոխգնդապետ, Թասիբով տղա է։ Ասում ես զանգ եկավ ու դուրս եկավ, հա։ Ճիշտ է այդպես պարոն փոխգնդապետ։ Ամեն դեպքում ուշադրությունը ճանապարհի վրա պահեք։ Հալովս։ Ալեկ, որտեղ ես, ինչի զանգերից չես պատասխանում, ամեն ինչ նորմալ ա։ Հա, ախպերս ամեն ինչ նորմալ է, ուղղակի մի քիչ խառն է, հարմար չէր խոսայի։ Բայց ինչ էր եղել։ Երեխային գտե փողոցից, լովս շատ վատ վիճակում ես, քննիչն է կարծել էր թե կարող է Լուսենա զանգեց ինձ, ես էլ չնկատեցի թե ոնց հասա հիվանդանոց։ Հետո Ալեկ։ Այլ ինչ հետո ախպեր, Լուսեն չէր։ Իսկ ինչ էր եղել այդ երեխուն, ով էր։ Չգիտեմ ախպերս տես մանրամասն, զուտ իմացա, որ կյանքին վտանգ չի սպառնում, կարևորը ասացին մի քանի օր հետո էլ դուրս կգրեն, էլի։ Լավ դե, քեզ գործերից չկտրեմ, Ալեկ, բայց խնդրում եմ, քեզ որ զանգում եմ ու այդ պահին հարմար չի լինում, որ պատասխանես, հետո անպայման հետ զանգի։ Գիտես, քո համար շատ եմ անհանգստանում։ Եղավ լովս, լավ ախպերս։ Տենամ ես քանի օրը երբ է հարմարվում Երևան։ Բարև Ալեկ։ Չկա այտենց մեկը, որ կարա Ռոզին խափի, լսում եք։ Հա։ Դե ուրեմն որ հա, ասա տենամ ինչ ա եղել։ Ես չեմ տեսել։ Աճիճու դու էլ չես տեսել, ով ա գլուխդ ջարդել։
Մեկը, որ չասեք էլ ես իմանալու եմ։ Հեչ որ չէ դուրս կգամ դրսի բոմժերից կհարցնեմ։ Բոմժերը ամեն ինչ գիտեն ու ինձ կպատմեն։ Հասկացաք։ Հիմա պատմեք։ Պատմեք, քան ներկաթը չեմ բերե կրակի վրա, տաքացրե ու երկուսի ձեռներն էլ վառել։ Վախեցաք։ Դե ուրեմն ասեք։ Չնայած ես արդեն գիտեմ, թե ով այս հավի գլուխը ջարդել։ Բայց դու որտեղից գիտես, Ռոզա։ Այ աղջիկ ջան, ծիտիկները ինձ ամեն ինչ խաբար են տալիս։ Ես ամեն բան գիտեմ, ես գիտեմ, թե ով եւ ինչի համար է սրա գլուխը ջարդել։ Ես չէի ուզում Լուսեին խփեի։ Բա ասում ես հորս չես ճանաչում, չգիտես ով է, բայց իրա ձեռի տակ ես աշխատում։ Ալեք, ով կմտածեր, որ սենց մեծ կխոսաս ու վերջում կպարզվի իմ տան աշխատողն ես։ Փոքր է էլի աշխարհը, շատ փոքր է։ Վերջացրիր մենախոսությունդ։ Չհասկացար, որ այդ տոնով չպիտի հետս խոսաս։ Բայց ինչի տանց չպիտի խոսամ, որ պապուտ աշխատողն եմ դրա համար։ Դրանից քո մոտ ինչ է փոխվել ախպեր։ Նույնը անիմաստ տղեն չես։ Չափը ճանաչի, իմացի հետս ոնց խոսաս։ Իսկ դու փորձի ստիպել, որ ես իմանամ ոնց խոսամ։ Ու կստիպեմ, չկասկածես։ Ինչ պիտի անես, որ հայրիկիդ ասես ինձ գործից ազատի։ Լավ, ես իրոք հասկացա սխալս, էլ քո հետ սենց չեմ խոսականերես։ Ուրեմն լսի, Արեն։ Դու ոչինչ բան ունես ապացուցելու, ու եթե ունենայր էլ չէիր կարա ապացուցեիր, հասկացար։ Մի քիչ արասներից հաշիվ ու պահվածքդ վերանայի, որ քո համար շատ ավելի վատ չլինի։ Դու ինչ չպիտի ասես, ես ինչ անեմ։ Ես քո համար եմ ասում, ախպեր։ Կարող է շատ ավելի դաժան մարդկանց հանդիպես ու շատ ավելի ծանր վերջանա քո համար։ Այդ ժամանակ գլուխդ ուզում ես պատին տու, մեկ այլ ոչ մի բան հետ չես բերի։ Արդեն ասեցի, քո կարծիքը հարցնող չկա, քո խորհուրդներն է քեզ պահի։ Փաստորեն դու ես բլոճից գլուխը ջարդել, այ անտեսում։ Ես չի ուզում, խնդրում եմ էլի չպոդժես ինձ։ Ուրեմն Ռոզին հարստացնողին դու ես նեղացրել, այ եթիմ շուն։ Ռոզա, խնդրում եմ էլի ինձ չխփես, աղաչում եմ քեզ, ես Լուսեին չեմ նեղացնի, իրա փողերը չեմ վերցնի, խնդրում եմ էլի մենակ չխփես։ Չխփեմ, հա? Չխփեմ, հա, ես քեզ սատկացնելու եմ։ Այ օծի կացած, դու քանի գլուխ ունես ուսերիդ, որ են բլոճ ես խփես։ Հա, այ անտեսում, քեզ եմ ասում եմ, հա, լավ, հա։ Սար։ Չէ։ Ես վերջերս ինչ-որ շուշուտ է սկսել օֆիս գալ։ Դեմ ես։ Դեռ չէ։ Այսինքն դեռ չէ։ Լավ, կատակ եմ անում, հակառակը շատ եմ ուրախանում։ Ինչ կա։ Էդ լավ է։ Բա ինչն ա վատ։ Ոչ մի բան եմ, բայց եթե ասես, որ վաղը կգաս պապայի ծնունդին, ամեն ինչ ընտիր կլինի։ Ազատի ինձ այդ ամեն ինչից էլի Սար։ Երեք ինձ մի կերպ զսպեցի, որ արփի մոտ հետը չվիճեմ։ Այդ օրներ մի քիչ զուսպ կլինես։ Ուզում ես ասես, որ պատրաստվամ Արփյանց ընտանիքին էլ հրավիրել։ Բարձա, բայց պապան կողմա, որ տենց մեծ խնջույք ես կազմակերպում։ Մեծ բան չի լինելու։ Կլինենք մենք ու Արփյանց ընտանիքը։ Բայց մեկը ինձ այդ կազմակերպչական հարցերից ազատի։ Ես մենակ կֆինանսավորեմ։ Ընտիր, դե ես թրա։ Պետքան է։ Մի հատ սուրճ չխմենք իրար հետ նոր գնաս, հա։ Չեմ կորող, գործեր ունեմ, բայց հետո կզանգեմ կխոսենք։
Լավ։ Գնա, երկու որ մութ տեղ մնաս, կիմանաս իջա, խելքը գլուխդ կհավաքես։ Լավ դե պատմի, շուտ արա, պատմի տեսնեմ ինչ է արել քո սպիտակ ձիով ասպետը, որ սենց երջանկությունը չի իջնում դեմքիցդ։ Հեչ, ներողություն խնդրեց, որ չստացվեց գալը երեկ։ Հետո։ Դե պայմանավորվեցինք, որ այս քանի օրը մեր տանը կհանդիպենք։ Այ արփի չես պատկերացնում, ինչքան լավ տղա է Ալեքը։ Լրիվ ինձ համար է ինքը, չգիտեմ։ Արփի, չես լսում։ Կներես Լևոն, ուղղակի մտածում էի ու մի խոսքով ուր ենք հասել։ Այսօր դու քեզ նման չես, ինչ որ բան ա եղել։ Դե չգիտեմ Լևոն, ուղղակի մեկ լինում է, չէ, որ ամեն ինչ լավ է, բայց մտածում ես ինչ որ բան այն չի կամ սխալ է կամ սպասում ես որ հեսա ինչ որ վատ բան պետք է լինի։ Մի րոպե։ Այնքան բան ասացիր, որ չեմ կարողանում հասնել, որը հարցին պատասխանը։ Կներես, չի ուզում գլուխը ցավացնեի։ Չէ, ինչ ես տենց ասում, ես ուզում եմ իմանամ։ Ինչի համար ես այդպես մտահոգվում, կամ ինչն է դրա պատճառը։ Չէ, լավ արի հիմա իմ հետ կասկածների մասին չասեմ քեզ։ Հետո, հա, Լևոն, հետո։ Լավ, ես այստեղ եմ միշտ լինում ու պատրաստ եմ լսել քեզ։ Շնորհակալ եմ քեզ, շատ։ Պապի, ես ինչ լավ գործի ես։ Պապին միշտ էլ լավ գործի է, ասա մի օր դու էլ լավ գործի լինես։ Կլինեմ, պապի ջան։ Ինչ կստեսնի։ Կտեսնի, իհարկե կտեսնի։ Բայց դե ես ուրիշ բան նկատի ունեի, էլի։ Քո կայֆերը, քո համար հանգիստ նստած գիրք ես կարդում։ Ով ունի գեղամ խորենիչիս հնարավորությունները։ Պապի, մի բան հարցնեմ, էլի։ Հարցրու։ Դու գիտես են Լակոտնովա, որ քո մոտ գործի ես վերցրել։ Ում մասին ես խոսում։ Իբր 100 հոգու գործի ես ընդունել, հիմա էլ չես իմանում ում մասին եմ խոսում։ Ում որ գործի եմ ընդունել։ Անուն ունի։ Ու ինձ հետ այդ փողոցային լեզվով չխոսես։ Լավ։ Հիմա մաքուր գրական հայրենով կուլտուրական կհարցնեմ։ Սիրելի պապիկ, ով է այդ վատ երիտասարդը, որ դու ընդունել ես քեզ մոտ աշխատանքի։ Ինչից ես ենթադրում, որ այդ երիտասարդը Ալեքը վատն է։ Չեմ ենթադրում, գիտեմ։ Շատ զզվելի լակոտա։ Ու ինձ հեչ դուր չի գալիս։ Ռադարը թող գնա, թող մեր տան կողմերը չերևա։ Իբր ինչի ես ծիծաղում, պապի։ Բա ինչ կանեմ, նայում եմ քեզ ծիծաղս գալիս է։ Ես քեզ լուրջ բան եմ ասում, դու ինչ ես անում։ Գիտես, միայն այն փաստը, որ քեզ դուր չի գալիս, արդեն լավ է։ Այսինքն կարքին մարդ է, եթե քեզ դուր չի գալիս։ Հետ էլ կարքին չի։ Եթե ինձ չես հավատում, թող մնա ժամանակի ընթացքում կտեսնես, որ կարքին չի։
Ուղղակի գիտես, պապի, չէի ուզի այդ ընթացքում անհամ մի բան աներ։ Դրա համար ավելի լավ կլինի հենց հիմա ռադ անես դրան գործից։ Շատ կարգին տղա է Ալեքը։ Ու ես շատ ուրախ եմ, որ վերջապես այդ տեսակ կարգին վարորդ ունեմ։ Հարց չկա, հետո չասես չեմ զգուշացրել։ Չեմ ասի, գործիդ գնա։ Սպասիլա։ Լավ։ Ես Ալեքին կազատ եմ աշխատանքից, բայց մի պայմանով։ Որն այդ պայմանը, պապի։ Որ Ալեքի փոխարեն դու աշխատես ինձ մոտ։ Ես աշխատեմ։ Հա։ Դու լրիվ վերջն ես, պապի։ Ոնց ես պատկերացնում, ես ոնց կարամ աշխատեմ։ Գիտես ոնց։ Որովհետև հույս ունեմ, որ դեռ քեզ հետ կապված ամեն ինչ վերջացած չի, բայց ոնց որ թե սխալվել եմ։ Չէ, պապի ջան, իմ հետ կապված սաղ տոշնի է։ Պատկերացնում ես, շրջապատս ինչ կմտածի իմ մասին։ Ինչ դու, ինչ քո շրջապատը։ Գորի աշկիցս, այլևս չերևաս։ Դու ես դրա պապի ջան։ Հիմար լակոտ։ Ախ, Աստված։ Ասա, Նազիկ։ Մհեր հարմար է խոսես, հո զբաղված չես։ Չէ, ասա, ինչ է եղել։ Բան չի եղել, ուղղակի զանգերամ քեզ հրավիրեմ ընթրիքի։ Ինչ որ առիթ կա։ Չէ, ուղղակի մի քիչ տրամադրություն չունեմ, բայց եթե տանից դուրս ընտրենք միասին, հնարավոր է տրամադրությունս մի քիչ լավանա։ Ինչ որ բան է պատահել, Նազիկ։ Ինչպես միշտ պապայի հետ եմ կռվել, շատ եմ բարկացել, մեղացել եմ իրանից։ Զարմանում եմ, գիտես քո վրա, ոնց կարելի է դեռ չհաշտված մարդու ձևին եղանալ։ Դրա համար էլ հատուկ տաղանդ պետք է։ Լավ էլի մհեր, կլինի գոնես սենց պահերին մի քիչ իմ կողմից լինես։ Կլինի։ Հիմա ինչ ես ասում, ընտրում ենք միասին։ Չէ, զբաղված եմ, ժամանակ չունեմ։ Ինչպես միշտ դու ինձ համար ժամանակ չունես։ Լավ, ուրեմն մենակ կգնամ։ Ինչ ես մենակ գնում, այն շատ սիրելի ընկերուհիներից այդ մեկը ոնց էլ չլինի, ազատ կլինի, իրանցից մեկի հետ գնա։ Լավ մհեր ջան, հիանալի գաղափար տվեցիր, տանը կխոսենք։ Թե ասա, Նազի ջան, ինչ ես զարմանում, կամ ինչ ես նեղվում, միշտ էլ ես եղել էլի։ Շողիկ։ Հայ ես ով պետք է լինի։ Հա Նազի ջան, դուրդ եկավ ստեղի խոհանոցը։ Հա, ամեն ինչ շատ համով էր, կարելի է հաճախ գալ։ Ես ու իմ ամուսինը նոր ենք բացահայտել այստեղը, ու արդեն մի քանի անգամ հասցրել ենք ստեղ լինել։ 2 օր առաջ էլ էինք ստեղ։ Հա, լավ տեղ էր, կարելի է մհերի հետ կազմակերպել գալ։ Կամ կարելի է կազմակերպել 4-ով գանք։ Պատկերացնում ես ինչ լավ ժամանակ կանցկացնենք։ Հա, բայց ես չեմ հավատում։ Քո մհերը միշտ զբաղված է։ Դե հա, կա նման բան։ Այսօր էլ պիտի միասին ընտրենք, բայց զանգեցի ասեց, որ չի կարողանա, որովհետև գործեր ունի։ Գիտես չէ, ինձ մեկ-մեկ թվում է, որ այդ շտաբում բոլոր գործերը ամուսինս է անում։ Պատկերացնում եմ Նազի ջան։ Այ քեզ բան, էս ինչ էր։ Այդ ինչ է, Շողիկ ջան, ինչի՞դ են զարմացար։ Ասում ես մհերը գործեր ուներ, դրա համար չեկավ։ Հա, բայց ինչ ես հարցնում։ Որովհետև քեզ խաբում է մհերը, Նազի ջան։ Շողիկ, իմ ամուսինը ինձ երբեք չի խաբում։ Անվերցուկ հաճքով նայի, Նազի ջան։ Դավաճանում է քեզ մհերը։
նայում եմ աչքերիդ ու նենց օտարություն եմ զգում։ Դու նույնիսկ առաջին օրը, որ նոր էինք իրար հանդիպել, սենց ինձ չէիր նայում։ Որովհետև Արփի, որովհետև առաջի օրը ես Ինչ, Ալեք, առաջին օրը ինչ։ Այդ ինչ լալուր, որ մի հատ էլ պատրաստվում ես մեռնել։ Էդ որ դու ինձ դավաճանում ես, փով այդ կնոջ սիրավեպը։ Ինչ ես խոսում, ինչ կին, ինչ սիրավեպ։ Իմ կյանքը քեզ չի վերաբերում, Տարոն։ Ալեքից էլ հեռու մնա։ Դու հեռու մնա, Արփի, լսում ես դու։ Այդ քո գործը չի։ Իմ գործն է, Արփի, ինչ վերաբերվում է քեզ, իմ գործն է։ Ու ով կհանդիպի իմ ճանապարհին, ուղղակի կվառեմ, լսում ես։ Ինքը քո փողն է գողացել, քեզ անեղացրել։ Ուզեցել է, որ դու գնաս այս տնից։ Հիմա իր պատիժը ինքը ստանում է։ Հա, բայց մեկը մեղքս գալիս է։ Ջահելներ, բարի երեկո։ Բարև ձեզ։ Յա, չհասկացա, ես դուրն ինչի ա բաց։ Մանե, ես պախել, հա։